Ումն է Հովաննավանքը, որի փականները փոխել է կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը եւ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու տակ ինքն իրեն կարգել վանքի միակ տերուտիրական։ Եթե ես ճիշտ գիտեմ, Հովաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են կառավարության հաշվեկշռում եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տված հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցում։ Պարզվում է սխալ գիտի Փաշինյանը։ Հովաննավանքը, ինչպես բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, սեփականության իրավունքով պատկանում է Մայրաթորին։ Փաշինյանի ասած, կադաստրի թուղթ ունի կաթողիկոսը։ Կադաստրի կոմիտեից հետքն է տեղեկանք ստացել։ Հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպությանն են պատկանում, թե Հովաննավանքի հողամասը, թե դրա վրա կառուցված շենքշինությունները։ Այստեղ կա նաև քրեաիրավական բաղադրիչ, որը կապված է նրա հետ, որ դա ի վերջո սեփականության իրավունքի հարց է։ Դա լրիվ նույնն է, որ ինչ որ մեկը գա մեր տուն, մեր տան փականը փոխի եւ ասի դուր չեմ գալի։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ Մայրաթորը այս իրավիճակում պետք է փորձի իրավական կարգով սեփականության կարգավիճակ տալ նաև կառավարության հաշվեկշռում գտնվող եկեղեցիներին։ Այո, կան պետական եկեղեցիներ, իդեպ ես այս առիթը օգտագործելով ուզում եմ հույս հայտնել, որ մեր եկեղեցին այլևս ոչ մի բարոյական խոչընդոտ չի տեսնի իրավական ճանապարհով հետ պահանջելու այդ ձեր ասած նաև պետական եկեղեցիները։ Բռնազավթված է Հովաննավանքը Կիրակի սրբապիղծ բեմականացումից հետո։ Այսօր հայտարարել է Մայրաթորը։ Իշխանությունների հովանավորությամբ Հովաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են եւ ըստ Մայրաթորի չունեն հոգեվոր որևէ արժեք, անվավեր են, իսկ Հովաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Քանի որ Մայրաթորն էլ հայտարարեց, որ եկեղեցին կրկին սրբագործման կարիքը ունի, այսինքն այնտեղ հիմա ծեսեր կատարելն էլ ճիշտ չի լինի։ Դրա համար իմ հորդորն է բոլոր նրանց, ովքեր ունեն նշանակված ծիսակատարություններ, իմ խնդրանքն է, որպեսզի գնան ուրիշ եկեղեցիներ կամ թող կապնվեն ինձ հետ, ես կօգնեմ ինձ ինչով որ կարող եմ։ Հովաննավանքում ծառայության նշանակված Տեր Սարգիս Քահանա Սարգսյանը այսօր Օշականում է եղել, մասնակցել միասնական աղոթքի Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեծրոպ Մաշտոց եկեղեցում։ Հույս ունի, որ Աստծո կամքով շուտ կիրականանա Մայրաթորի այսօրվա հայտարարությունը։ Էջմիածինը հայտնել է, որ օրինական բոլոր ճանապարհներով վերականգնելու է իրավունքները Հովաննավանքի նկատմամբ։ Ստացվելու է, վստահ են միասնական աղոթքի եկած քրիստոնյաները։ Ես էլ ասում եմ, ես Նապոլեոնն եմ ես։ Ծիծաղելի է։ Նախկինում հարգել են Տեր Արամին, կարգալույց Ստեփան Ասատրյանի մասին լսել չեն ուզում։ Պատկերացրեք աշխարհի մեկը ինչ որ մի հատ շոու կազմակերպի պատարական նման ու ես գնամ իբրև հաղորդություն ստանամ։ Բայց վարչապետը ստացել է, եթե վարչապետը ինչ, վարչապետը գնացեք այդ հարցը վարչապետին տվեք։ Վարչապետը միանշանակ չեմ վախենում, ասում եմ, ինքը չի ներկայացնում մեր հայոց, մեր հայ ազգի շահերը։ Ինքը չգիտեմ, թուրք, ադրբեջանցի, չգիտեմ, բոլորի շահերը ներկայացնում, բայց ոչ հայ ազգի։ Մարդը, որ հայտարարում է, թե կառավարությունն ինքն է, հիմա էլ որոշել է, որ եկեղեցին էլ է ինքը, հոգևորականները չեն, հավատացյալները չեն։ Պետք է ապացուցել հակառակը, գործով եկեղեցու կողքին կանգնելու կոչ է հնչել այսօր Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցում։ Ես վստահ եմ, որ Քրիստոս մեզ հետ է։ Ես վստահ եմ, որ մենք միասնաբար պիտի կարողանանք հաղթահարել եւ այս գործությունը անցնելուց հետո դառնալ այդ ավելի ուժեղ, այդ ավելի նվիրված մեր եկեղեցուն։ Ժամանակն է, որ գործով ապացուցվի հավատքը, հավատքը առանց գործերի մեռած է։ Լարա Արաքելյան, Լանա Համբարձումյան, Արաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուշ։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։